Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համար 2069 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյան։ Համեցեք Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը։ Ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավել տարի դասակարգված է անհուսալի դասով և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է եղել փետրվարի 1-ը 2025 թվականի, մեկնարկել է այս գործընթացը և վերջնաժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 31-ը։ Ուզում եմ փոքրինչ վիճակագրական տվյալներ հնչեցնել։ Այս պահի դրությամբ դիմել և դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվարին դիմաց և հաստատված թվով 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ։ Մարտին դիմել շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջում։ Արդյունքում մենք կունենանք 2968 անձ, ովքեր փետրվար-մարտ ամիսների համար արդեն ծրագրի շահառու որպես կստանան վճար։ Այսքաններ թերևս խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Մի րոպե կներեք, էլի ես թվերի մեջ խառնվեցի։ Սկզբից ասացիք 3094 անձ է դիմել, ճիշտ լսեցի։ Ճիշտ լսեցիք։ Հետո ասացիք 1072 անձ է դիմել մարտ ամսին։ Հետո ասացիք, որ ընդհանուր առմամբ կունենանք 2900 անձ։ Ոնց ստացանք։ Դիմումները այս պահի դրությամբ, այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից և դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են ևս 1072 անձ և ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար և մարտ ամիսների վճարումը կազմակերպենք, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետև ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են և մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Սա է տրամաբանությունը, պարոն վարչապետ։ Բայց մեր պոտենցիալ շահառուները մոտավորապես 300,000 մարդու մասին էր, չէ՞։ Ճիշտ է, մեր պոտենցիալ շահառուները 218,000 անձ էին, որոնց ընդհանուր մինչև 1 միլիոն դրամ ունեցող վարկային բեռի թիվը 168 միլիարդ էր և մեր 218,000 անձինց մոտավորապես 40,600 անձը այս պահի դրությամբ, ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեին զբաղվածություն և մենք դիտարկում ենք 40,600-ը ունեին զբաղվածություն և մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ ևս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում և մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Այսինքն այս թիվը նշեցիք շուրջ 40,000 մարդ այսօր էլ արդեն աշխատում է։ Այսինքն իրանք ընդամենը պետք է դիմեին, որ իրենց եկամտային հարկը ուղղվեր այդ նպատակին, բայց մինչև հիմա չեն դիմել։ Այստեղ էլ խնդիր կա։ Ի՞նչն է խնդիրը։ Մարդիկ իրազեկված չեն, թե ասում են լավ։ Կարծում եմ ծրագրի մեկնարկը դեռ ընդամենը 1 ամիս է ինչ ծրագիրը մեկնարկել է, կարծում եմ ավելի ինտենսիվ իրազեկումներով և մի քիչ ավելի ինտենսիվ աշխատելով, ճիշտ մեր մյուս ծրագրերի նման։ Դե նկատի ունեմ աժոտաժ չկա։ Տեսեք, այս դեպքում էլ բան չենք անում։
ենթադրենք 40,000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձ է ստանում, եկամտային հարկ է վճարում։ Տեսեք, ոչ մի լրացուցիչ, այս էլ ոչ մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։ Ենթադրում եմ հիմա իր աշխատավարձից այդ պահվում է 20%-ի չափ։ Սենց թենենց պահվում է, այսօր էլի 20%-ը այդ վարկը մարելու համար։ Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ, մի ամսում օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում է որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10%-ը աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40,000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Հիմա պետք է հասկանանք, տեղյակ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա։ Համեցեք։ Թե թույլ կտակ, բայց մի շատ հուսադրող թիվել հնչեցնեմ, ապրիլի 7-ի դրությամբ կատարած վերլուծությունը ցույց է տալիս համադրումների մեր ցանկերը, որ դիմաց շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն դրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետեւաբար կարծում եմ լավ ցուցանիշ ունենք։ Շատ լավ նորություն է։ Պարոն Գրիգորյան, ինչ մեկնաբանություն ունեք, ինչ են։ Պարոն վարչապետ, նախ կարծում եմ, որ այդ թափանիվի էֆեկտը դեռ սպասում ենք, որ կլինի, եւ երկրորդը ես կարծում եմ պիտի խնդրենք, որ բանկերը ավելի ինտենսիվ կոնտակտ կազմակերպեն, որովհետեւ հիշում եք, որ այս ծրագիրը ունի դուալ էֆեկտ, իրանք էլ են ստանում էֆեկտներ, որովհետեւ կապիտալ է վերականգնում։ Կարող է այսօր չէ, բայց վաղը ամեն այդ ժամկետանց վարկը դառնում է ստանդարտ վարկ իր եկամտի իր մարման աղբյուրով։ Եվ այդ իմաստով ուղղակի ես կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև ըստ էության բանկերը պիտի հիմա զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախորդներին, ասեն համեցեք, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն ու ես վստահ եմ նաև, որ հիմա քանի որ սկզբնական փուլ է, կան մարդիկ, որոնք ուզում են զանգում են բանկ, այնտեղ դեռ լավ չի աշխատում, շղթան, իրանց ասում են վաղը զանգեք եւ այլ։ Բայց նաև պոզիտիվ է։ Իսկ ներողություն, այս դիմելու process-ում, այսինքն իրանք բանկով պետք է անցնեն պարտադիր։ Բա իրանց այդ ժամկետանց վարկը պիտի որոշակի ստատուս ունենա, որպեսզի ես հիշում եմ, որ իրանք պիտի գործարք կնքեն բանկում։ Այսինքն պետք է գնան բանկ, հետո նոր դիմեն, այդպես է պրոցեդուրը։ Չէ, դիմումների ընթացակարգով ինքը եթե դասակարգված է արդեն 3 տարի եւ ավել անհուսալի դասով, դիմումների ընթացակարգը այսպեսին է կամ առցանց են դիմում առհասարակ որևէ նկատի ունեմ իր վարկի մասին տվյալ պետք է տվյալները առկա են, շտեմարանները փոխկապակցված են, այսինքն բանկից այսպես ասած տեղեկանք վերցնելու Չէ, անհրաժեշտություն ոչ մի տեղեկանք որևէ տեղից քաղաքացին չի վերցնում, ամբողջ process-ը մենք թվայնացրել ենք, եթե բացառությամբ են քաղաքացիներ, ովքեր դժվարություն ունեն եւ իրենք չեն կարողանում իրենց տնից դիմել, մոտենում են միասնական սոցիալական ծառայության 40 տարածքային կենտրոններ, մենք ուղղակի օգնում ենք իրենց այդ դիմումը լրացնել։ Բացառապես որևէ մեկին ոչ մի տեղից տեղեկանք տանել բերել չենք պահանջում եւ կարիք չկա։ Մասը տեղեկանքի մասին չէր, այդ մասով ես կարծում եմ լիարժեք ավտոմատացված է ամեն ինչ։ Մասը նրա մասին էր, որ գործարքը պիտի նորացվի, որ ինքը բանկի հետ մենք տուգանքների զիջման մեխանիզմն էլ կա այս միջոցառման մեջ, ինքը պիտի գնան նորացնի իր պարտավորությունը։ Շատ լավ, խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Պարոն վարչապետ,